1995-ի քարոզարշավի օրերին նախագահի մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանը ներխուժում է լրագիր թերթի խմբագրություն եւ հաշիվ պահանջում իր կնոջը Շողեր Մաթեւոսյանին վերաբերող մի հրապարակման համար, որի հեղինակը թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանն էր։ 1999-ի այս օրերին իրավունք թերթի խմբագիր եւ պատգամավորության ընդդիմադիր տեխնացու Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ եթե ժողովուրդը տեղամասերում ակտիվ եղավ, Գեղամյանի իրավունք եւ միաբանություն դաշինքը կզբաղեցնի երկրորդ տեղը միասնությունից հետո։ Դատարանը մերժում է պատգամավորության տեխնացու Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ 11-րդ ընտրատարածքում իր մրցակից խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանի գրանցման։ Ըստ պարոն Թորոսյանի, որպեսզի Հարությունյանը դառնա հավասար մրցակից, պետք է թողնի խորհրդարանի ղեկավարի աթոռը։ Հրակ կուսակցության ցուցակով պատգամավորության տեխնացու Ռեսպուբլիկա Արմենիա թերթի խմբագիր Շամիրա Աղաբեկյանը մերժում է իր կուսակցության առաջարկը թերթում հարցազրույց տպագրել իրենց մասին։ Աղաբեկյանը դրա համար պահանջում է $300 եւ չստանալով այն հրաժարվում տպագրել հարցազրույցը։ Նույն օրվա մեկ այլ հանդիպման ժամանակ ռամկավարները հայտարարում են, որ կարող են փրկել Բաքուն Կասպից ծովի մակարդակի բարձրացումից։ Ըստ նրանց, որպեսզի Կասպիցը չբարձրանա, հայերը վաճառում են Արաքսի ջուրը, որի արդյունքում պակասում է Քուրգետի ջուրը, որը լցվում է Կասպից ծով, իսկ Կասպիցը բարձրանում է, որովհետև այնտեղից ջրի արտահոսք չկա։ Գործարար Խաչատուր Սուքասյանը կենտրոն համայնքում հանդիպում է ընտրողների հետ։ Ես աշխատատեղեր կստեղծեմ եւ կվերագործարկեմ արդյունաբերությունը, ընտրողներին ասում է Խաչատուր Սուքասյանը։ Ինքը ավելորդ չի համարում հիշեցնել, որ ունի նաեւ բարեգործական ծրագրեր։ 2003-ի քարոզարշավի այսօրը Հանրապետականի նախընտրական շտաբի պետ Գալուս Սահակյանը հայտարարում է, որ իր կուսակցությունը քարոզարշավում նվազագույնս է օգտագործում եթերը լարվածությունից խուսափելու համար։ Չնայած դրան, իրենք հավակնում են, որ նոր խորհրդարանում գործող 33 պատգամավորի փոխարեն կունենան 44 պատգամավոր։ 2007-ի քարոզարշավի շրջանակներում ընդդիմադիր Հանրապետություն կուսակցությունն Ալավերդիում հայտարարում է, որ ընտրություններին մասնակցում է ոչ մանդատներ ստանալու համար։ Ուրեմն եթե մանդատի համար չեմ եկել, ինչի համար եմ եկել ձեր մոտ Ալավերդի։ Նախ ձեր տեղն է լավը։ Զուտ մարդկայինորեն կարոտել է ես, քաղաքին մանուկ հասակում էստեղ եղել եմ։ Ոստիկան Սերոժեն ստանը, հենա Լիդադոսյանն էլ այնտեղ է։ Կոմունիստները շարունակում են հիշեցնել, թե ինչ ծաղկուն երկիր թողեցին անկախ Հայաստանի առաջին իշխանություններին, հիշեցնում են նաև, թե իրենք ինչ փորձությունների միջով անցան խորհրդային Հայաստան ունենալու համար։ Բայց եկան սև օրերը, ժողովուրդը խաբվեց, երկիրը թալանվեց, դարձավ ավերակ։ 2007-ի այս օրերին Սյունիքում քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը Սիսիանում եւ Գորիսում ընտրողներին խնդրում է իրենց քվեն տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եղբորը Ալեքսանդր Սարգսյանին։ Եղբորս տեխնացությունն առաջադրելը իր որոշումն է, դրա համար լուրջ հիմքեր կան, ասում է Սերժ Սարգսյանը։ Կենսաթոշակի բարձրացման խոստումներ տվող քաղաքական ուժերի գլխին սառը ջուր է լցնում սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրեն հանրապետական Վազգեն Խաչիկյանը։ Նա ասում է, քաղաքացիների կենսաթոշակը հնարավոր է 3-4 անգամ բարձրացնել միայն 6-7 տարի հետո։ Հանրապետականը քարոզարշավի է նոր-նորքում, այստեղ են համայնքի դպրոցի երեխաները Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն անձամբ։ Անձամբ ես եւ ողջ հանրապետական կուսակցությունը արել ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր, իսկապես դրական մթնոլորտ եւ շարունակելու ենք։ Ամենավերջում ամբիոնին են հանրապետականի համամասնական տեխնացու Շուշան Պետրոսյանն ու մյուս աստղերը։ Քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում կրքեր են եռում դիցուկ կոմունիստների ասուլիսում, անկախության ընթացքում կոմունիստ դարձած մի մարդ ներխուժում է իր առաջնորդի ասուլիսին եւ պահանջում խոսքի իրավունք։ Ես 1000 կոմունիստ եմ, 20 տարվա կոմունիստ եմ, ասա երիտասարդ կոմունիստների իրավունքներ ոտնահարում բացահայտորեն հետապնդում է կոմունիստներին։ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը նոր համայնքում սեղմում է հարյուրավոր ձեռքեր, խոսում տասնյակների հետ եւ սպասում 45 գամարի ավտոբուսին, որպեսզի մեկնի քարոզարշավի արդեն Դավիթաշեն համայնքում։